Արշավ
Լեցվում է վայրը այս պարքից օրության
Հայր Հիսուսի անունով օրհնում ենք քո սուրբ անունը։ Ողջ փառքն ու պատիվը ու զորությունը միայն եւ միայն քեզ է պատկանում, Տեր։ Ամեն բան քեզնից է, քեզնով է եւ դեպի քեզ է, Տեր իմ Աստված ջան։ Շնորհակալ ենք, Տեր, քո ներկայության համար։ Քեզ ճանաչելը իրոք որ օրհնություն է, ուրախություն ու ցնծություն է, Տեր իմ Աստված ջան։ Որտեղ քո ներկայությունն է, այդտեղ խավար չկա։ Որտեղ քո ներկայությունն է, որ մեր հոգին թրթռում է, Տեր իմ Աստվածս։ Փառք ենք տալիս։ Գոհանում ենք, Տեր ջան։ Գոհանում ենք, որ քեզ հետ միասին ենք, Տեր։ Այս չար աշխարհում, Տեր իմ Աստված ջան, որ դու մեր ձեռքը բռնած տանում ես, հասկացնում ես ամեն իրավիճակների, Տեր իմ Աստված ջան, թե ինչ է պետք անել, ինչ դաս է պետք քաղել, Տեր, ամենը իմաստությունը միայն եւ միայն քեզնից է գալիս, Տեր։ Փառք լինի քեզ, պատիվ լինի քեզ, օրհնություն լինի քեզ, հավերժ, Տեր իմ Աստված ջան։ Եկեք բարձր ծափահարենք։ Հալելույա։ Հալելույա։ Եկեք մինչև ձեզ կհրավիրեմ նստելու, եկեք ամբողջ սրտով աղոթենք այս կարիքների համար։ Եթե ինչ-որ մեկը չի հասցրել այստեղ գցի իր կարիքը, որովհետև քանի դեռ ապրում ենք այս երկրի վրա, միշտ էլ մենք կարիքներ ունենք, ամեն։ Միացրու այս կարիքներին հավատքով ու հավատքով ձեռքերը բարձի, եկեք հանձնենք Աստծուն ու հավատանք, որ Տերը կխառնվի։ Հայր Հիսուս Քրիստոսի անունով հանձնում ենք այս կարիքները քո ձեռքերի մեջ։ Հավատում ենք, Տեր իմ Աստված ջան, որ դու գերբնական Աստված ես ու ամենակարող։ Մարդկային ուժերն ու զորությունը գալիս է մի պահ, որ սպառվում է։ Այն ինչ որ հնարավոր չի մարդու կողման է, հնարավոր է Աստծո կողման է։ Ու մենք գիտենք ում ենք խնդրում, Տեր ջան։ Դու մարդ ես, որ ասես ու չանես ու խաբես։ Դու Աստված ես, որ քո խոսքի ետևում կանգնած ես ու հսկում ես, որ կատարվի։ Չկա մի բան, որ մենք հավատքով խնդրենք քո կամքի մեջ ու դա չլինի։ Եվ այն խոսքը զորավոր է, երբ որ դու ասում ես, որտեղ 2-3 հոգի հավաքվեն իմ կամքիմ համեմատ, ինչ էլ որ խնդրեն, կլինի նրանց։ Եվ հիմա թող այս կարիքները լրացված լինեն քո փառքի լիության չափ, ով որ հիվանդության ինչ որ խնդիր ունի, թող գա Հիսուս Քրիստոսի զորավոր անունով, նրա վերքերով բժշկություն գա, ով որ պարտքերի փոսերում է հայտնված, ֆինանսական ճգնաժամի մեջ է, Տեր ջան, դու դրա պատասխաննել ես տվեք խաչի վրա, դու աղքատացար, որ մենք հարուստ լինենք, դու ես ամեն պարտքի փոսերից հանող Աստվածը, եթե ինչ որ փոխհարաբերություններ են խախալտակված ու կռիվներ ու անհամաձայնություններ կան, մենք կապում ենք սատանայի բոլոր հնարքները ու Տեր ջան, խնդրում ենք խառնվես, բժշկես այդ սրտերը ու բերես միաբանություն Հիսուսի զորավոր անունով, ով որ ինչ որ թղթաբանության հարցեր ունի, որ իր ինչ որ հնարավորությունները չի ներում, որ այդ հարցը լուծի, Տեր իմաստությամբ առաջնորդի, որ ամեն բանը քո արդարները ունենան հաղթանակ եւ այս արդյունքում փառավորվի թող քո սուրբ երրորդությանդ անունը, Հայրը Որդին եւ Սուրբ Հոգին։ Հալելույա, ամեն։ Եկեք բարձր ծափահարենք Տիրոջը։ Հալելույա։ Հալելույա։ Փառք Հիսուսին։ Եկեք հրավիրենք մեր փոքրիկներին, օրհնենք նրանց ու ճանապարհենք իրենց ծառայությանը։ Ամեն։ Հալելույա։ Հայր, շնորհակալ ենք։ Հայր, շնորհակալ ենք այս երեխաների համար։ Քո խոսքում գրված է, որ երեխաները
այս թանկագին պարգև են քո կողմից, Տեր իմ Աստված ջան, ու մենք խոնարհվում ենք քո առջև ու խոստովանում ենք, որ առանց քեզ չենք կարող իրենց ճիշտ դաստիարակություն տալ։ Մենք օրհնում ենք այս երեխաների ծնողներին եւ իրանց առաջնորդներին, որպեսզի քեզ հետ միաբանված քո առաջնորդությամբ դաստիարակեն այս երեխեքին, որ նրանք քո դաշտում, քո ընտանիքում տնկված սյուներ լինեն։ Օրհնյալ լինի նրանց կյանքը, դու նրանց համար ունես բարի հույս եւ ապագա։ Թող նրանք քո անունը մեծարեն եւ փառավորեն։ Թող փառավորվի քո սուրբ երրորդությանդ անունը, Հայրը, Որդին եւ Սուրբ Հոգին։ Հալելույա, ամեն։ Եվ մինչեւ ես կանցնեմ զոհաբերության խոսքին, եկեք ամբողջ եկեղեցով շնորհավորենք մեր Հովվի ծննդյան տոնը։ Հալելույա։ Փառք Տիրոջը, Հովիվ ջան, մենք ուրախ ենք, որ դուք մեր կողքին եք։ Ու շատ ուրախ ենք եւ դրա համար օրհնում ենք ձեր կյանքը, օրհնում ենք ձեր ընտանիքը, օրհնում ենք ձեր ծառայությունը, օրհնում ենք ձեր ընթացքը։ Եղեք միշտ ուրախ ու օրհնված, Աստծո քաղցր աչքը միշտ ձեր վրա լինի։ Եվ այս օրհնությունը նաև դրամական, ուզում եմ ամբողջ եկեղեցու կողմից հանձնել ձեզ։ Ուզում եմ ձեզ գրկեմ, շնորհավորեմ, իսկ այս ծաղիկներն ուզում եմ հանձնեմ ձեր տիկնոջը մեկ ամսյակի կապակցությամբ, եղեք օրհնված, ամբողջ եկեղեցու կողմից, ամեն, ես հիմա ձեզ Շնորհակալ եմ շատ սիրելի եկեղեցի ջան, ենթադրում եմ, որ այստեղ գումարը փողկապ դժվար թե չէ լինի այստեղ, փառք Աստծուն ամենքիդ համար, փողկապ անպայման կգնեմ, բայց մի բան եմ ուզում ասեմ, որպես վկայություն։ Ես այսօր պատրաստել էի իմ տասանորդը, այս շաբաթվա տասանորդը գցեի Աստծուն, հետո երբ որ այստեղ փորձ են անում երեխեքը փառաբանության թիմը, հիշեցի, որ գործընկերոջ ծրագրի համար այսօր ես պիտի եւս գումար դնեի, բարձրացա վերև, որպեսզի վկայություն լինի, գիտես վերցրեցի ծրարը, լրացրեցի ու իմ դրամապանակում ուղիղ այնքան էր, ինչքան որ ես գրել էի գործընկերոջ ծրագրի համար։ Ասեցի Տեր ջան, ամբողջությամբ դատարկեցի, ասի Տեր ջան, քեզ եմ տալիս, որովհետև ես խոստացել եմ երկրի եւ երկնքի առաջ, որ հավատարիմ եմ լինելու ու եթե ես հավատարիմ չլինեմ, եկեղեցին դժվար թե մտնի դրա մեջ, հա։ Համար որ երբ որ առաջից ես գնում, դու պիտի ցույց տաս քո օրինակով առաջինը երկնքի առաջ։ Համար շնորհակալ եմ քեզ շատ, Տերը քեզ շատ օրհնի, բայց մի խոսք ասեմ, Աննային նոր անջան հոգսով ես եկել ու Տերը քեզանից հոգսը վերցնում է ամբողջությամբ։ Սա վերցրու Աստծուց, սրտումս կար պիտի ասեի նոր ասեցի, որ հանգիստ նստես։ Տերը այդ հոգսը քեզանից վերցրել է։ Փառք Հիսուսին, մենք պաշտում ենք կենթանի Աստծուն։ Սիրելի եկեղեցի, շնորհակալ եմ, Տերը շատ օրհնի։ Ամեն, ամեն։ Իսկ հիմա հրավիրում եմ դուք կարող եք տեղավորվել, մինչև զոհաբերության խոսքին անցնելը ունեմ ուրեմն հայտարարություն, ուզում եմ ձեզ տեղեկացնեմ, որ մյուս կիրակի մեզ ծառայելու է մեր մայր եկեղեցու Աստվածաշնչյան դպրոցի դեկան Արտուր Տոնոյանը, արի սպասումով, մենք շատ ուրախ ենք ընդունելու մեր հարազատ Տոնոյանին։ Ամեն։ Եվ նաև ուզում եմ ձեզ տեղեկացնել այն բանը, որ երբ որ մենք գործընկեր այդ ծրագրի մեջ ենք մտել, կխնդրեմ, որ ձեր այդ խոստմունքի գումարները անվանական միշտ գրեք, առանձին գցեք, զոհաբերության հետ լինի, բայց ինչ-որ մի պարկի մեջ լինի գրված անուն ազգանունը ու գրվի, որ շենքի համար, որ ես գրառումներ եմ անում, ամիս ես գրանցում եմ, որ ով ինչքան տվեց։ Կխնդրեմ, որ այդ կարգապահությունը պահենք, ամեն, Փառք Տիրոջը։ Աստված կարգ ու կանոնի Աստված է, ամեն, եւ այդ կարգ ու կանոնի մեջ Սուրբ Հոգին կգործի, ես հավատում եմ։ Գիտեք, ուզում եմ զոհաբերության խոսքին անցնել ու խոսքս ուզում եմ սկսել նրանով, որ ամենակարևոր զոհը դա կյանքի նվիրումն է։ Երբ որ մենք մեր կյանքը
ընծայում ենք Տիրոջը։ Ամեն։ Զոհաբերող սիրտը կօգնի ինձ ու քեզ հաստատուն մնալ Աստծո ճանապարհների մեջ։ Մեր սիրտը պիտի կենտրոնացած լինի Աստծո վրա։ Ու ամեն ժամանակ ինքներս մեզ հարցնենք, ասենք, ես ուզում եմ ճանաչել Տիրոջը։ Ամեն։ Ես ուզում եմ, Տեր, քեզ համար հաճելի զոհեր անեմ։ Ու քննենք մեր սիրտը, արդյոք դա հոգուց է գալիս, արդյոք դա ի սրտե է գալիս, որովհետև դա շատ կարևոր է։ Դա մեր զոհի որակի վրա ազդող մի բան է։ Ամեն։ Ու մինչև որ մեր ձեռքը կգնա մեր գրպանը, որպեսզի զոհը տանք դրամային արտահայտությամբ, եկեք մեր ձեռքը դնենք մեր սրտին ու քննենք մեր սիրտը։ Ամեն։ Արդյոք ամբողջովին մենք ընծայվել ենք Հիսուսին։ Եվ առանց զոհաբերության մենք չենք կարող շարանգել Աստծո խոստմունքները։ Ամեն։ Միգուցե սկզբում թվա մեր զոհաբերությունը կորուստ, բայց հավելումով հատուցում ունենք Աստծուց։ Ամեն։ Աստված է եւ գիտի, թե ինձ ու քեզ ինչպես բարձրացնի։ Աստված երբ որ մի զոհ է ուզում ինձ ու քեզնից, ուրեմն ավելի փառավորն է պատրաստել։ Ամեն։ Մենք Աստծո խոսքից գիտենք, որ բոլոր արծաթն ու ոսկին պատկանում է Աստծուն, ու որ կողմ ուզում է նա այդ կողմ էլ շրջում է։ Եվ ես ուզում եմ մի քանի տեղ բերել, որտեղ Աստված հստակ ասում է, ինքը գիտի, թե քեզ ինչ է տվել, ինչքան է տվել ու ինչ է ակնկալում։ Ու եթե Աստված այս խոսքը ասել է, ուրեմն ինքը գիտի, որ դու բան ունես տալու։ Ելից 23:15-ում ասում է. «Մեկը դատարկ չի երևա իմ առաջին»։ Սաղմոս 96:8-ում ասում է. «Տվեք Տիրոջը նրա անունի փառքը, ընծա բերեք եւ մտեք իմ սրահները»։ Քո ընծան Աստծո սրահների դռներն է բացում։ Ղուկաս 6:38-ում ասում է. «Տուր եւ կտրվի»։ Գիտես ինչ, երբ դու սերմ ես ցանում, այն հունձք կտա։ Երբ որ մենք սերմ չենք ցանում, այն հունձք չի տա։ Զրոն, ինչքան էլ ուզում ես մեծ թվով բազմապատկի, նորից զրո է։ Աստված մեզնից թիվ է ուզում։ Եվ Աստված մեզնից ավելին է ուզում, որպեսզի մեր կյանքում հրաշք կատարի։ Բայց ամեն մի հրաշքի մեջ կա մեր մասնաբաժինը։ Ինչպես Աստված միշտ հարցնում է. «Ինչ ունես»։ Նրան բավական էր այն 2 ձուկը եւ 5 գարեհացը, որպեսզի 5000 հոգու կերակրի դեռ 12 կողով էլ ավելանա։ Այն սովի ճգնաժամի ժամանակ, երբ որ Սարեփթացի որբևայրի կինը իր վերջին ալյուրն ու յուղը զոհաբերեց, հրաշք կատարվեց նրա տանը։ Սափորում ալյուրը չէր պակասում եւ կուժում յուղը։ Եթե քո կյանքում կա մի բնագավառ, որ առաջ չի գնում, զոհարա։ Ամեն։ Զոհարա, որովհետև նա է սերմնացանին սերմ տվողը եւ հաց կերակուրի համար, եւ նա քո սերմունքը կավելացնի եւ քո արդարության պտուղը։ Եկեք զոհաբերենք հավատքով, եկեք հասկանալով զոհաբերենք, թե ում ենք տալիս եւ ումից ենք սպասում։ Աստված օրհնի յուրաքանչյուրից զոհը։
մեզ տվել ես Հիսուս։ Դու հավատարիմ ես Տեր, դու արդար Աստված ես Հիսուս։ Դժվար պահին դու հույսնեսին, գիտեմ կանգնած ես դու իմ կողքին, հավատարիմ ես իմ Տեր, հավիտյան։ Երբ փոթորիկ է շուրջը իմ, ապավեն ես դու իմ սրտին, իմ հովիվն ես, որին վստահում եմ և ցերեկ, և գիշեր, դու պահպանում ես ինձ իմ Տեր, Տեր դու ինձ հետ ես ամենում, Հիսուս երբեք դու չես փոխվում, նույնն ես իմ Տեր և երեկ և այսօր և հավիտյան։ Խոստումներով ես ապրում, իմ ապագան է քո ձեռքում, իմ ամուր ժայռ, ո մեծ Աստված, պատվում եմ քեզ։ Դժվար պահին դու հույսնեսին, գիտեմ կանգնած ես դու իմ կողքին, հավատարիմ ես իմ Տեր, հավիտյան։ Երբ փոթորիկ է շուրջը իմ, ապավեն ես դու իմ սրտին, իմ հովիվն ես, որին վստահում եմ և ցերեկ, և գիշեր, դու պահպանում ես ինձ իմ Տեր, Տեր դու ինձ հետ ես ամենում, Հիսուս երբեք դու չես փոխվում, նույնն ես իմ Տեր և երեկ և այսօր և հավիտյան, հավիտյան ես Տեր, խոստումներով ես ապրում, իմ ապագան է քո ձեռքում, իմ ամուր ժայռ, ո մեծ Աստված, պատվում եմ քեզ։ Տեր դու ինձ հետ ես ամենում, Հիսուս երբեք դու չես փոխվում, նույնն ես իմ Տեր և երեկ և այսօր և հավիտյան։ Խոստումներով ես ապրում, իմ ապագան է քո ձեռքում, իմ ամուր ժայռ, ո մեծ Աստված, պատվում եմ քեզ։ Տեր դու ինձ հետ ես ամենում, Հիսուս երբեք դու չես փոխվում,
որ շատ